Իրաքի մարզպետի փոփոխությունից վերջին 7-8 տարվա ընթացքում հեղափոխությունից հետո արդեն 6-րդ մարզպետն են փոխում ու ամենա երևի թե երկար ժամկետը, որ մարդիկ պաշտոնավարում են 1 տարի, տարի ու կես, ինչու էր պայմանավորված ըստ ձեզ Շիրակի մարզպետի փոփոխությունը։ Դե սա ցույց է տալիս նախ Նիկոլի անլուրջ վերաբերմունքը մարզպետի պաշտոնին։ Մարդը ուղղակիորեն հաշվեհարդար է տեսնում կամ հանում է մարզպետերին հաշվի չառնելով, որ ասենք կա ուրեմն չգրված օրենք, որ որևէ պաշտոնյա իր գործին ադապտանալու համար ամենակիչը պետք է մոտ 4-ից 6 ամիս աշխատի։ Մինչև այդ մարդը սովորում է այդ գործին, մինչև հմտություններ է ձեռք բերում, ինքը հանում է։ 7 տարվա մեջ 6 մարզպետ փոխել է, այն է Շիրակի մարզի նման խնդրահարույց մարզի պարագայում, երբ որ մենք աղետի կոդի ենք համարվում, երբ որ մենք ունենք բազմաթիվ սոցիալական լուրջ խնդիրներ, սա անլուրջ վերաբերմունք է, հատկապես եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Անհողը ուղղակիորեն մարզպետներին հանում է ըստ իր ցանկության, դուրը չի գալիս ու մեծ մասամբ անձնական խնդիրներից դուրս գալով, ոչ թե գործնական, որովհետև մենք չենք տեսել որևիցե մարզպետի ինքը պատժի, ասենք պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնական անկործության կամ ինչ-որ ոլորտը ծախողելու համար ինքը հանում է, որովհետև այդ մարզպետը ասենք այսինչ բանը իր անձնական շահերից դուրս գալով չի արել, վերջ պետք է ազատվի աշխատանքից։ Այսինքն հիմա Դավիթ Արուշանյանին պաշտոնազրկելը եւս կապված է այդ անձնական ամբիցիաների հետ։ Գիտեք, որ Գյումրիում լուրեր են շրջանառվում, որ ուղիղ կապ ունի 7 վերք եկեղեցում տեղի ունեցած պատարագի հետ, երբ այսպես ասած լայն մասսա չի ապահովել աղոթողների։ Չէ, մենակ դա չեն ասում են նաև, որ ի սկզբանե այդ շաբաշ փարտին կազմակերպելը ծախողվել է, որովհետև նույն լրատվամիջոցների, նույն Գյումրիում տարածվող ասեկոսեների համապատասխան մարդիկ, այդ թվում նաև Դավիթ Արուշանյան խոստացել են, որ տեղի թեմից կլինի հոգևորական, այսինքն խոպանչի ինչ-որ մեկին չեն բերի այստեղ շրջիկ այդ բանից պատարագ մատուցողների չագերտավոր ասած, բայց այդպես չստացվեց, գումարասրան նաև 7 վերք եկեղեցու զավթումը ԱԱՑ-ի կողմից եւ մեխանիկորեն գյումրեցիների համապատասխան արձագանք, որ գրեթե մարդ չգնաց եւ չմասնակցեց այդ խայդարակ միջոցառմանը, որ իրենք փորձում են պատարագանվել, բայց այստեղ խնդիրը հետեւյալն է, որ դա միայն Դավիթ Արուշանյան չէ, որ կազմակերպել էր ըստ Գյումրիում տարածվող լուրերի եւ ըստ ԶԼՄ-ներում հրապարակված տվյալների, տարբեր մարդիկ կային, բայց որքան տեսում եք, այս պայթրությամբ միակ քավության նոխազը Արուշանյան Դավիթն էր Նիկոլի համար։ Ենթադրաբար մյուսները ունեն շատ հզոր հովանավորներ, որ նրանց անունները հիմա չեն տալիս շատ դեպքերում եւ չեն պատժում նրանց։ Ամեն դեպքում Դավիթ Արուշանյանն այն անձն էր, որը գյումրեցիների բոլոր շրջանակների հետ շփվում էր։ Այդպես է, չէ՞։ Իհարկե, նույնիսկ ես նորմալ հարաբերություններ ունեի Դավիթի հետ եւ նշեմ, որ ամեն դեպքում բերեք ճիշտը նշենք, էլի Դավիթը տեսած ընտանիքի տղա է, ինքը լավ գիտի մարդկային հարաբերությունները, իրեն ուղղորդելը շատ դժվար է, իրեն ասել է, որ այս մարդու հետ պետք է վատ լինես, այն մարդուն պետք է ձերբակալելու այդ գործընթացին աջակցես կամ այսինչի գլխին պետք է սարքես, դա այդքան էլ դժվար չէ։ Դավիթ Արուշանյանը քայլից չտես գյուրմամիշներից տարբերվում էր դրանով։ Դուք չեք տեսնում, օրինակ, ասեք նույն Հայկ Սարգսյանը հագասական ֆիգուր է, բայց ամեն դեպքում այդ տղան հարուստ ընտանիքից էր, չէր կարող կամակադար լինել, դրա համար էլ է սկանդալները եւ չհայտնվելը ԿՊ ցուցակում։ Նույնը Դավիթ Արուշանյան, մարդիկ ովքեր նորմալ ընտանիքներից են, մարդիկ ովքեր կարող են իրենց սեփական ես ունենալ, մարդիկ ովքեր կարող են շրջապատ ունենալ, ասել ոչ շատ դեպքերում իրենց վերևից իջած հրահանգներին, այդ մարդիկ տեղ չունեն Նիկոլի թիմում։ Նիկոլի թիմում տեղ ունեն դասական կամակադարները, ոչնչությունները, մարդիկ ովքեր չունեն անցյալ, բայց ունեն լղոզված ներկա, մարդիկ ովքեր ասենք
կոնֆետին կակա են ասել, չագեշտավոր ասած, բայց հիմա միլիոնների են տիրապետում։ Այդ մարդիկ իհարկե պետք է հլու հնազանդ ծառային Նիկոլին։ Դե Նիկոլին էլ այդ մասսան է պետք։ Նիկոլին պետք չեն սեփական ես ունեցող մարդիկ, ովքեր կարող են շատ դեպքերում ասել նաև ոչ։ Հայի դեպ Նիկոլին նաև պետք չեն շնորհքով, դաստիարակված, մագարտակով մարդիկ։ Եթե ինքը հրահանգում է, ասենք պետք է զավթվի 7 վերքը եւ պետք է մասովկա ապահովի, ուրեմն նրան չի հետաքրքրում։ Արդյոք այդ մասովկան ցանկանում է գալ թե չգալ։ Այսինքն այդ մասովկայի ապահովելը պետք է լիներ ուժային մեթոդներով, հա։ Այսինքն շանտաժել, այլ տալ, որ գործդ կկորցնես, այդպես ինչ ենք անելու քո հետ։ Էս է սրանց մագարտակը։ Շրջանառվում են տեղեկություններ, որ Դավիթ Արուշանյանին փոխարինելու է Աշտիկի համայնքապետը, գեներալ Մանվել Գրիգորյանի Սանիգը, որքանով այդ տեխնազուն կկարողանա ազգային ժողովում ձայներ ապահովել քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար 2026 թվականի։ Նախ մինչև այդ հարցին ասելը նաև նշեմ, որ այսօր առավոտվանից նաև շրջանառվում են լուրեր, որ գործող իշխանություններին բացարձակ դուր չի եկել, որ Արուշանյան Դավիթը նաև թույլ է տվել, որ ինչ որ Եղևնիների ճյուղեր կտրեն եւ այդ Եղևնիների ճյուղերով զարդարեն Գյումրիի կենտրոնական տոնացար։ Հասկանում եք, չէ՞, ինչ մագարտակի են սրանք ինչ է։ Այսինքն պաշտոնանկության պատճառներից մեկը նաև դա է, հա։ Հա, այսինքն վարչապետի տոնացարը չի տեղադրվել։ Վարչապետի տոնացարը չի տեղադրվել, դե ես ասեմ ձեզ, Նիկոլը երբևիցե չի թաքցնում, որ ինքը չի սիրում Գյումրին եւ գյումրեցիներին։ Ապացույցները բազմաթիվ են։ Ասենք այդ մարդը շատ ծանր է տանում գյումրեցիների կատարած ընտրությունը։ Եվ 21 թվականին, եւ 25 թվականին, ասենք ուզուրպացնել իշխանությունը, զավթել իշխանությունը Գյումրիում ամեն ձևաչափով, դա պատիվ չի բերելու Նիկոլին, ոչ էլ այդ ուզուրպացման արդյունքում Գյումրիի քաղաքապետ նշանակվողին, ասենք իմաստը։ Սրանք մինչև հիմա չեն հասկանում, որ առաջին տեղ գրավելը եւ հաղթելը քաղաքականության մեջ դրանք տարբեր կատեգորիաներ են։ Սրանք չեն հասկանում, որ եթե իրենք 37% ձայն են հավաքել պաշտոնական տվյալներով, ինքը չի նշանակում, որ հաղթանակ է, որովհետեւ քաղաքականության մեջ հաղթանակ է 50% + 1%, ինչպես ասում էր վերջերս Նիկոլ Անհողը իր ճեպազրույցներից մեկում։ Սրանք չեն հասկանում, որ 37-ը փոքր է 63-ից։ Իրանք փորձում են մանիպուլացնել։ Գումարած դրան նաև վառ օրինակը չշնորհավորեց Գյումրիի տոնը։ Ասենք Երևանի տոնը շնորհավորում է, չգիտես ում տոները շնորհավորում է, մեր Գյումրիի տոնը չի շնորհավորում, որովհետև իր քիմքին համապատասխան քաղաքապետ գյումրեցին չի ընտրել կամ չունի ընտրությունների արդյունքում ձևավորված կոալիցիայի արդյունքում չունի։ Ասենք 7 տարի է վարչապետը ինչ է արել Գյումրիի համար, բացի պարտկով ասֆալտերուց։ Մի հատ տուն կառուցել է պետական բյուջեի գումարներով կամ իր շնորհիվ բերված բարեգործի գումարներով։ Ոչ։ Այդ մի Ասում են Գյումրին այլ տեսք ունի արդեն։ Քապականներն են ասում։ Գյումրին ինչի շնորհիվ այլ տեսք ունի։ Կարեն Կարապետյանի վերցված վարկի 28 թե 26 միլիոն եվրոն, որ բերեցին Գյումրիի կենտրոնական փոքր կենտրոնական շրջանի փողոցները վերանորոգեցին ու այդ ամեն ինչը իրանք վերագրեցին։ Դա բացարձակ Նիկոլի հետ կապ չունի։ Ոչ Ռուստավելի փողոցը, ոչ Շիրազի փողոցը իր հարակից փողոցներով, ոչ էլ փոքր կենտրոնի, ասենք Բերլինի հետնամասի փողոցները, մինչև Մուսայելյան փողոցը ընկած, այդ փողոցները որևէ առնչություն չունեն Նիկոլի հետ, որովհետև այդ փողոցները վերականգնվել են Կարեն Կարապետյանի նախկին իշխանությունների օրոք 2016 թվականի վերցված վարկի շնորհիվ, որի ուրեմն որի արդյունքները մենք տեսել ենք արդեն Նիկոլի օրոք։ Նիկոլի եւ նրա թիմակիցների պլյուսը գիտեք որն է։ Նրանք ամոթ չունեն։ Ասենք իրանց օրոք չվերանորոգված կամ եթե վերանորոգվել է ոչ իրենց վերցված գումարներով վերանորոգված փողոցները իրենք վերագրում են իրենց։ Լավ, նոր ինչ վերաբերում է ձեր հարցին, ինձ թվում է Նիկոլը վերջնականապես փորձում է հրաժարվել Գյումրիում մասսայական ձայներ հավաքելուց, ինքը գիտի, որ Շիրակի մարզում ԿՊ-ն ամենաուժեղ
դիրքերն ունի, ուրեմն Աշտիկում։ արտիկ մարալիկ այդ շրջանում եւ հիմա փորձում է ուրեմն արտիկի քաղաքապետի կարգելով Շիրակի մարզպետ ապահովել ապագայում ձայները գոնե արտիկի եւ արտիկի շրջակա գյուղերի միջոցով, որբիսի հաղթանակ տանի։ Պետք ճիշտ է, որ սա նոր տակտիկա չէ, սա դեռ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանի տակտիկա է, որի ժամանակ հիշում եք, Գյումրիում ասենք ԿՊ-ն հավաքում էր 21-22%, բայց գյուղական վայրերում հավաքելով բարձր տոկոսներ մեխանիկորեն հայտարարվում էր հաղթած։ Հիմա Նիկոլը շատ լավ հասկացել է, հատկապես վաղաշաբաթի ընտրություններից հետո, երբ որ վերեցին 17 ինչքան գիտեմ գյուղ կպցրեցին վաղաշաբաթին, արդյունքում տարան հաղթանակ։ Հիմա նույնը անելու են արդեն ավելի մասշտաբային եւ մարզային մակարդակներով, դրա համար էլ մարդ, ով նաեւ իր ապրած կյանքով է ցույց տվել, որ իր համար իշխանությունը վեր է ամեն ինչից։ Ես չեմ ճանաչում Անանիկ ինչան է ազգանունը Ոսկանյանին, բայց միայն այն հանգամանքը, որ ինքը ունենալով գեներալ Մանվելի նման քավոր եւ ժամանակին այդ քավորության շնորհիվ լավ առաջ գնալով հետագայում մադին չտվեց, ես չեմ ասում ոչ թե մինչև վերջ կանգներ Մանվելի կողքը պաշտոն չվեցներ, բայց ամեն դեպքում կարելի էր ինչ-որ ձևաչափով մեղմել այդ մարդու նկատմամբ այն հալածանքները եւ վայրագությունները, որ գործեցին այս իշխանությունները գեներալ Մանվելի նկատմամբ, չնայած բազմից եմ նշել, որ Մանվել Գրիգորյանը որպես մարդ լավ մարդ չի եղել, բայց ամեն դեպքում այն ինչ որ նրան վերագրում էին, այն ինչ որ նրան ուրեմն փորձում էին վերագրելու պախարակում էին, դա այդպես չէր հաստորեն։ Որքանով է ճիշտ այդ ընտրությունը Անան Ոսկանյանին Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակելը, երբ 102-րդ ռազմաբազան Գյումրիում է գտնվում, կան որոշակի հարաբերություններ կարգավորման ենթակա եւ Անան Ոսկանյանը մամուլում տեղ գտած տեղեկությունների ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության կողմից persona non grata։ Նախ բերեք սկսենք նրանից, որ Նիկոլը միշտ առաջնորդվում է, որքան համապատասխան պաշտոնյան չի համապատասխանում իր պաշտոնին, այդքան ավելի լավ։ Այդ մեկ։ Երկրորդը չի բացառում, որ Նիկոլան Հողը դիդավորյալ է Շիրակի մարզպետ նշանակել մեկին, ով Ռուսաստանում persona non grata է։ Չի բացառում։ Սա եւս դիդավորություն է, դե չի կարող 102-րդ ռազմաբազայի ճակերտավոր ասած հայրենիք համարվող Շիրակի մարզը ունենալ մարզպետ, որը Ռուսաստանում persona non grata է, դա աբսուրդ է։ Բայց Նիկոլը դա անում է, դիդավորյալ, որովհետեւ Անանիկ Ոսկանյանը չի կարող ռուսամետ լինել կամ Ռուսաստանի նկատմամբ նեյտրալ լինել։ Այդ մարդը ճանաչվելով persona non grata Ռուսաստանում մեխանիկորեն ունի հակակրանք այդ պետության նկատմամբ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ Նիկոլը չի բացառում, որ հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ այդ մարդուն դիդավորյալ նշանակում է Շիրակի մարզպետ։ Մի մարզի, որտեղ տեղակայված է 102-րդ ռազմաբազան եւ Գյումրի քաղաքում ապրում է 5000-ից ավել ռուս զինվորական եւ նրանց ընտանիքի անդամներ։